Ապրիլի 9-ին, 27-ին և հունիսի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված ահազանգերից 3-ը գրեթե նույնաբովանդակ էին։ Ոստիկանություն դիմաց քաղաքացիները հայտնեցին, որ անհայտ անձինք գողացել են իրենց ավտոմատ սրճեփ սարքերը։ Թիրախում մայրաքաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոկայանատեղիում և Տիչինայի ու Բաշինջաղյան փողոցներում գործող ավտոլվացման կետերում տեղադրված սարքերն էին։ Հանցագործները գործել էին գիշերով։ Նրանց չէր խանգարել նույնիսկ սարքերի պաշտպանիչ մետաղե փականների առկայությունը։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության տարբեր բաժինների ծառայողների կողմից ձեռնարկվեցին օպերատիվ գործողություններ կասկածյալներին հայտնաբերելու և հանցագործության շրջանակի ընդլայնումը հնարավորինս շուտ կասեցնելու ուղղությամբ։ Ուսումնասիրվեցին դեպքի վայրերը, կատարվեցին օպերատիվ հարցումներ։ Ավելի քան մեկ ամիս տևած համալիր գործողությունների շնորհիվ իրավապահներին հաջողվեց ի վերջո գտնել կասկածյալների հետքը։ Գողությունները կատարելու կասկածանքով մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի քանի քաղաքացիներ, որոնք ըստ նախնական վարկածի գործում էին մեկ ընդհանուր խմբով։ Մանրամասն վերլուծելով ստացված տեղեկությունները, քրեական հետախույզները ճշտեցին խմբի անդամների ինքնությունն ու բնակության հասցեները։ Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց բոլորին միաժամանակ բերման ենթարկելու ուղղությամբ։ Հանգուցալուծումը հունիսի 3-ին էր, սրճեփ սարքի հերթական գողության դեպքից ընդամենը ժամեր անց։ Համադրելով ստացված բոլոր տեղեկությունները, ի վերջո ճշտեցինք հանցավոր խմբի անդամների գտնվելու հավանական վայրերը, հետևեցինք նրանց տեղաշարժին և մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերելով բերման ենթարկեցինք։ Բերման ենթարկվածներն էին երևանցիներ 28-ամյա Արարատ Չերչյանը, նախկինում դատապարտված 22-ամյա Միքայել Մանասյանն ու 24-ամյա Հրայր Նազարյանը և Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչ 30-ամյա Օլգա Մարտիրոսյանը։ Անհերքելի փաստերի ճնշման տակ կասկածյալները շուտով մանրամասնեցին կատարվածը։ Բացահայտվեց գողության մեխանիզմն ու անդամներից յուրաքանչյուրի դերակատարումը։ Կասկածյալները գործել էին բավական հմտորեն, նախնական ծրագրի համաձայն։ Նախօրոք կատարվել էր հստակ դերաբաշխում, և անդամներից յուրաքանչյուրը քաջ գիտեր անելիքը։ Գործողության առաջին փուլում շրջում և ուսումնասիրում էին հնարավոր բոլոր թիրախները, ապա վարպետորեն գողանում սարքերը։ Այնուհետև գործին էր լցվում խմբի միակ կին անդամը Օլգա Մարտիրոսյանը, որը զբաղվում էր ձեռք գցած ապրանքի մաքրությամբ և պատշաճ տեսքի բերելով, և այդ ամենից հետո նոր միայն անցնում էին ավարտական փուլին։ Հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում նաև հայտարարությունների համար նախատեսված կայքեջերով, սկսում էին գնորդ փնտրել։ Գողացված սրճեփներից երկուսը հասցրել էին վաճառել, երրորդի դեպքում ձախողվեցին գողությունը կատարելուց անմիջապես հետո։ Քրեական հետախույզների ջանքերով հայտնաբերվեցին ու առգրավվեցին նաև գողացված մյուս երկու ավտոմատ սրճեփ սարքերը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։